Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից պարոն Լևոն Շիրինյանը, Քրիստոնյա ժողովրդական կուսակցության ղեկավար։ Ողջունում ենք ձեզ պարոն Շիրինյան, շատ ուրախ ենք, որ միացաք մեզ, ընդունեցիք մեր հրավերը։ Արեց, Կարևոր ես հարցեր են էլ եմ կուտակվել, տնցել։ կարևոր հարցեր են կուտակվել քննարկելու ձեզ հետ եւ շատ կարևոր է լսել նաեւ ձեր պրոֆեսիոնալ կարծիքը այս հարցերի շուրջ։ Հիմնական թեման վերաբերվում է Հայաստանին, չնայած որ հետաքրքիր զարգացումներ նաեւ ունենք Ուկրաինայի մասով, բայց կարևորը Հայաստանն է, սկսենք Հայաստանից եւ երևի թե ամենակարևոր հարցը վերջին օրերին դա հերախոսազրույցն է Թրամփի եւ Փաշինյանի միջեւ, հերախոսազրույցն է Ալիևի եւ Փաշինյանի միջև, Ալիևի եւ Թրամփի միջև, մնացած հարցերին կանդրադառնանք Ռուսաստանից հնչող նոր սպառնալիքներին, բայց դա արդեն հետո։ Լսում ենք ձեզ։ Ուրեմն ձեր ասածն է, հետաքրքիր ժամանակներ ենք ապրում եւ հուսատու եւ վտանգավոր։ Վտանգը Ռուսաստանն է, ինչպես աշխարհի համար, նույն կերպ եւ հայերի համար Հայաստանի։ Իսկ հաջողությունը այն է, ինչը նախատեսվում է Վաշինգտոնյան ուղեգծով, Թրամփի գործարկումն է, որտեղ տեխնոլոգիական այն հեղաշրջումը, որը վստահաբար տեղի կունենա Հայաստանում, Հայաստանը դուրս կբերի զարգացման բոլորովին այլ հարթություն, իսկ դա նշանակում է նաև, որ Հայաստանը պիտի հաղթարի նաև այն տասնամյակների շրջափակումը, որ առաջացել է հայտնի պատճառներով։ Ու դա ենթադրում է բազմաթիվ խնդիրների լուծում, առաջինը անվտանգ զարգացում, խոշոր եղբոր հետ հարաբերություններում եւ հարաբերությունների կանոնավորում, ես այդ բառը հատուկ եմ օգտագործում, կանոնավորում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Գործընթացը ակնհայտ է, որ գնում է բավականին մեծ դժվարությամբ, որ ենթադրում է համբերատար աշխատանք, բայց բոլոր դեպքերում շարժվում է։ Կարծում եմ, որ արդյունքի իմաստով մենք դրան կհասնենք։ Նոր հաղորդագրություն տարածվեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ինչ-որ փաթեթի։ Մանրուքները չգիտեմ, բայց Ուկրաինայի նոր է եղել հաղորդագրություն։ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Դե պարզ է, այդ պատժամիջոցները Ուկրաինայի բարակայով է Միացյալ Նահանգների, որը նաև ուրեմն տարբեր երկրների պարտավորեցնում է, գիտեք դրանք։ Այնքան հայտնի են հիմա մի տարի առաջ, եթե սենսացիա են, դրանց մեջ սենսացիա չկա, բայց սենսացիան հայկական մասով է, որտեղ Հայաստանը եւ հայ ժողովուրդը իր չունեցած պորտալարը կտրում է այդ հյուսի բարեկամից, ճակերտավոր, որտեղ թե ով է երբ կպցրել հավերժ բարեկամության հայ եւ ռուս ժողովուրդների հատուկ հարաբերության, ոչ մեկը չգիտի, որտեղ նման բան չի եղել ու չկա, ինչու՞։ Որտեղ մենք ով որ չգիտի, ասեմ նրանց համար։ Մենք 15 թվականին Արևմտյան Հայաստանը կորցրել ենք, որը Հայաստանի ավելի մեծ մասն էր, եւ նրան ամենևին էլ ռուսական կողմնորոշման տարածք չի եղել, ոչ է ժողովուրդ։ Բարբերաբար պատահել է, բայց ոչ։ Բայց մեզ այդ կլիշեն կպցրել են Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների, եւ չգիտեմ ինչու գնում է այդ բանը եւ այն էլ մեզ անընդհատ պահանջներ ներկայացնում։ Հիմա ինձ թվում է, որ հաջողություն է լինելու, բայց աշխարհը բոլորը գիտեն, գերմանացի գիտեն, լեհերը գիտեն, մոլդավացի գիտեն, որ այդ բոլորը կապված է ուկրաինական բանակի հաղթանակների եւ Ռուսաստանի մեկուսացման ու առնական լինելու են գործընթացի հետ, որը հաջողության բարեմուտքը տանում է ուկրաինացիներին։ Այս գործընթացներն են, դե հատուկ առաջ, եթե հարցերի վերլուծությունները հատուկ սենսացիոն բան ունեին, հիմա այնքան է ասվել, մարդիկ այնքան են տեղեկացվել, որ ասելու բան չկա։ Նորույթն այն է, որ Հայաստանը կարողացել է իր ազգային շահերի բանալին գտնել եւ հետամուտ իր ազգային շահերի ռեալիզացմանը, իսկ դա նշանակում է հեռանալ անվերջորեն Ռուսաստանից եւ գտնել այն գործընկերներին, որոնց շահերը մեր հետ համատեղ են։ Պարոն Շիրյան, տեսակ դուք հետաքրքիր
ասեք։ Տեղեկություն հաղորդեցիք, որ Հայաստանը արդեն միանում է որոշ պատժամիջոցների։ Մենք մի քանի օր առաջ տեսանք Հենց նոր է։ Զելենսկի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը եւ հաղորդագրության մեջ կար, որ Հա, միջազգային ասպարեզում համագործակցություն է լինելու։ Հիմա Վահան Կոստանյանն է գտնվում Կիևում։ Դրանից առաջ նաև կար հեռախոսազրույց արտգործ նախարարների միջև, ազգային ժողովի այո, նախագահների միջև, այսինքն այո, գործնականում արդեն սկսվում է, հա, իրականանալ այն ամենը, ինչ մենք տեսել դե ենք հաղորդագրությունների մեջ։ քաղաքականությունը միսուարյուն է ստանում։ Դա բնական է, միսուարյուն է ստանում այն քաղաքականությունը, որը դες երկու երևակայությունից հետո ձևավորվել է։ Ըստ էության սա 2000 թվական մեր պարտությունից հետո ուրեմն եւ Փաշինյանի իշխանության պահպանության հետ կապված հանգամանք է, որ հաջողությամբ հիմա դժբախտաբար կորուստներից հետո մեծ հաջողությամբ առաջ են տանում։ Ես կասկած չունեմ, որ մենք կարող ենք եւ կշարժվենք այդ ուղղությամբ, այսինքն դիվերսիֆիկացնել հարաբերությունները, դարձնել բազմավեկտոր, ընդ որում սա սովորաբար նեղ իմաստով Եվրոպայի հետ մերձեցում է դիտվում, բայց գիտեք, որ Հայաստանը դուք որ քաջ գիտեք, առաջինը պատերազմից հետո ճեղքումը կատարեց Հնդկաստանի ուղղությամբ, հարաբերությունների կանոնավորում տեղի ունեցավ այդ շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հետո հայտնվեց Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, այսպես շարունակ։ Ուզում եմ ասել, որ սա խորքային քաղաքական գործընթաց է, բազմավեկտոր քաղաքականության առումով հաշվի կշռի եւ բալանսի հաշվարկման, այնպես որ նորմալ է։ Բայց Ռուսաստանը Նորմալ է, համաձայն չէ, ուղղակի բարձ է։ պարոն Շիրինյան, Ռուսաստանը Ով համաձայն չէ, որ համաձայն չէ, բալանսավոր են։ Ռուսաստանը շատ բան համաձայն չի, ես էլ համաձայն չէ, որ ինք ապրում է, բայց ապրում է էլ։ Հետո ինչ որ չհամաձայն չի, Ռուսաստանը ընդհանրապես գիտեք նացիստական նշանախոս ունի, դա ժամանակին Պուտինն արտահայտեց, ասեց, եթե Ռուսաստանի համար լավ չի լինելու, այդպիսի աշխարհը մեզ պետք չի։ Հիմա պարզվեց, որ աշխարհին Ռուսաստան պետք չի։ Այսինքն հարցադրում ինքը շատ վտանգավոր է եւ հակահումանիստական է եւ այլն, այնպես որ Ռուսաստանը իհարկե ձեռնդու չի, որտեղ Ռուսաստանի համար հայ ժողովուրդը եղել է մնում է ինչ որ առևտուր են ասում բան թուրքերի հետ առևտուր, բայց արյան անսպար դոնորն ենք մենք իրենց խնդիրների Այս քանի որ եւ սպառնում են, այդպես ինչ կարող են օգտագործել։ անել, եթե սպառնում են։ Ով Եթե չեն սկսեն կարող հիմա Հայաստան սպառնալիքը ուղարկել Հայաստանի քաղաքացիներին, ովքեր որ արտագան աշխատանքի դե էին կարող են գտնում։ նման բաներ անել, բայց ես կարծում եմ, որ ես ինքս ենթադրում եմ որոշ ռեսուրսներ մենք ունենք, մենք կարող ենք իրենց հանդեպ պատժամիջոցներ կիրառել, չգիտեմ աշխարհն ինչու է այնպես են գալու, որ մենակ ռուսները կարող են պատժամիջոցները կիրառել, աշխարհն էլ կարող է կիրառել, որոնց թվում նայում ենք, պարզապես մենք բնականաբար չենք ուզի սա այդ հարաբերություններ, մենք ուզում ենք էվոլյուցիոն անցում կատարել դեպի քաղաքակրթականային ավազան, դա պետք է նկատի ունենալ, որի ստեղծողներից մեկը Հայաստանն է։ Ես ասել եմ կրկնեմ, աշխարհը կամ մենք հայերս այդ դեպքում եւ մեր հարևանները չպետք է մոռանան, որ այն աշխարհը, որ անտիկ աշխարհ է կոչվում, այդ անտիկ աշխարհ ստեղծող ժողովուրդներն ու պետություններն են, հույները, հռոմեացիները, պարսիկները, հայերը, Հայաստանը անտիկ աշխարհ ստեղծած քաղաքացիություն արևմտյան, որ ասում եմ, ստեղծած ժողովուրդներից մեկն է պետություններից։ Այն ժամանակ իհարկե Ռուսաստանի մասին, ընդհանրապես թուրքերի մասին խոսք չէր կարող լինել։ Պատմության այսպես ասած հերթով կամ շեն բացասումի տեսքով մենք կարծես վերադառնում ենք այն տեղը կետին, որից սկսել ենք բարձր, այսպես ասած, նոր մակարդակի հասնելու համար։ Նորմալ բան է կանում։ Այդ ասեմ տենդենսը ձևավորվել է 66 թվին Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի, թե ված չէ, Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի միջև հաշտյան դաշնակից ստորագրելուց եւ Տիգրան Մեծը առաջին անգամ հանձնառավ, որ Հայաստանը միասնական է քաղաքակրթական ցիվիլիզացիոն իմաստով հռոմեական կայսրության եւ այլն։ Ռուսներն ուր էին այդ ժամանակ, ինչ ռուս, ինչ Ռուսները թուրք եւ դրանից ինչ 1000 տարի ալբեր հետո նոր հայտնվեցին։ 1000 տարի Հա, անց նոր հիմա հայտնվեցին։ բաններն է որ այո,
մենք բանանն է, որ քաղաքակրթական կոդը ժողովուրդները չեն փոխում։ Եթե ժողովրդի քաղաքակրթական կոդը փոխվեց, ինքը դադարում է նույն ժողովուրդը լինել։ Ես քաղաքական նկատի չունեմ։ Իսկ այս իմաստով մենք պարտավոր ենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ էինք։ Այդ ստեղծողների շարքում ենք եղել։ Մնացածը իհարկե եղել են դժվարություններ, ցեղասպանություն, ռուսական խարդավանք, բայց դե տեսնում եք պատմությունը իր վճիռը կարծես թե նորից կայացնում է եւ դա մեծ ձեռնտու է։ Պարզապես իմ ցանկությունը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն գիտեք, որ դուք կաչ պաշտպանել ենք իշխանության այդ կուրսը, օժանդակել ենք, օգնել ենք մեր հնարավորության մեջ, բայց մենք կուզենայինք, որ առանց մեծ ցնցումների լիներ, որտեղ մեր ռեսուրսը շատ քիչ է։ Հայաստանն Ուկրաինա չի կարող այդ մանևրերն անել իր կարողության մեջ, բայց որ հաջողությամբ անցում է կատարում, այսինքն հաղթանում է ռուսական այդ իմպերիական այդ ծանր լուծը, որ ակնհայտ է։ Բայց ըստ ձեզ հաշվարկները ճիշտ են արված, պարոն Շիրինյան։ Այո, կարծում եմ, այո, ես կարող եմ ասել, արդեն ունեցել իմ իհարկե դա իմ տպավորությունն է եւ իմ մասնագիտական, որտեղ ես 2006 թվականին գրել եմ նոր աշխարհակարգը եւ Հայաստանը, նոր աշխարհակարգ եւ Հայաստանը դոկտորական ատենախոսություն, որը բալանսի քաղաքականության վրա կատարված աշխատանք է, հետազոտական, կարծում եմ, որ այս շրջանում, այս մի 2 տարի մոտավորապես ասեմ, 2 տարվա կեսի ընթացքում Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջի դեմքերը գոնե որ իմ հաշվով մի 7 հոգի լավագույնս այդ բալանսի քաղաքականության հաշվարկը կարողանում են անել։ Էքսկլյուզիվ հարաբերությունները ուզում Ռուսաստանը բացեված ասում եմ, միայն դե մեզ հետ։ ուզում է գրբան այդ բանը Իսկ բալանսավորումը ենթադրում է, որ մենք նաև իրենց հետ հարաբերություն ունենք, այսինքն եթե իրենց դուրս մնանք, արդեն բալանսավորում չի լինի, չէ՞։ Նաև մենք նաև իրենց հետ հարաբերությունների բնական է դա բալանսը, բայց իրենք հասկանում են, որ տվյալ պարագայում նաև իրենց հետը նշանակում է Ռուսաստանից հեռացում։ Ռուսաստանից հեռացում, եթե մենք Ռուսաստանից չենք հեռանալու, դե նայեցեք, եթե իրենցից չենք հեռանալու, մյուսների հետ մոտենալ չենք կարող։ Պարզ է, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Այնպես որ մենք նաև ԵՏՍ-ում հայություն աշխարհով դիմանա, որ խոսքը մենակ քաղաքական հեռացման մասին չի։ Մենք պետք է հեռանանք նաև ռուսական մշակույթից, ռուսական մտածողությունից, ռուսերեն լեզվից, պետք է չափավորենք։ Դա գերաճել է, մեր կյանքում ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան դա։ Այնպես որ որովհետև ինչու եմ ասում այդ լեզու եւ այլն, որովհետև մշակույթ, իրենք լեզուն եւ մշակույթը չեն դիտում լեզվական եւ մշակութային փոխհարաբերություն, դա իմպերիական գիտակցությունը հպատակ ժողովուրդների ուղեղի մեջ պահելու նպատակ է հետապնդում։ Իրենք այդ տեսակ ժողովուրդ են, հետևաբար այդ բոլոր սահմանափակվի։ Հետո կգա մի բան, երբ որ ոնց ասում են, մի կետի կհասնի, որը բավարար կլինի փոխ համագործակցության ոլորտում, երևի կկանգնի, դա օբյեկտիվ բան է, ինքը ժամանակին կստացվի։ Բայց հիմա մենք պետք է հեռանանք, եթե չհեռացանք, չենք կարող ուրիշի հետ մոտենալ, բալանսը թույլ չի տալիս, էլի, մեկին 90%, մյուս 4-5 հոգուն 10%, չի կարող լինել։ Մեզ համար օրինակին պատկերացումն այսպեսին է, որ ես գիտեք վաղուց եմ պնդում ավելի շուտ քան իշխանություններն են արել, մենք պետք է շատ ավելի մեր ձեռնանք Միացյալ Նահանգների հետ, շատ ավելի այսպես գլխավորապես մանավանդ որ այսպես Միացյալ Նահանգներում ունենք ահռելի ազգային ռեսուրս, Կալիֆոռնիայի հայությունն է հատկապես, իսկ Կալիֆոռնիան գիտեք, որ աշխարհի խոշոր 6-րդ տնտեսությունն է եւ Միացյալ Նահանգների ուրեմն հզորագույն միավորը եւ մնացածների հետ, այսպես ասեմ, բայց Միացյալ Նահանգների հետ քաղաքական այդ ակտիվությունը պետք է ավելի մեծանա, դա բավարար չի որ կա, Հնդկաստան եւ այլն դրանք հասկանալի բաներ են արդեն Ֆրանսիայում։ Կարող ենք նաև Իրանի հետ կապված խնդիրներ ունենանք,
Իրանի հետ Նահանգները կարծում եմ, որ մենք վաղուց ենք կոնսենսուսի եկել, որ Էդուարդ ջան, ասել ինչ նկատի ունեմ։ Իրանը ուզի չուզի դուրս է մղվում այդ միջագետքից, դեպի միջերգրական ծով այդ ուրեմն հատվածից։ Ինքը Իրան այս կամ այն կերպ այդ միջագետքում եւ դեպի միջերգրական ծով կասր է Շիրինի պայմանագրով 1639 թվականից հետո ներկա է եղել ավելի մեծ չափերով միշտ որոշ տատանումներ, եթե մի տասնամյակ բան անեն, ինքը եղել է, բայց ակնհայտ է, որ այս Հորմոզի նեղուցի համար այդ վեճը Իսրայելի ակտիվությունը եւ Իրանի կորուստները այս պատերազմի ընթացքում Իրանին պարտավորեցնում են շատ ավելի թեքվել եւ ակտիվացնել քաղաքականության հայկական ուղղությունը, որը կարող է միայն փոխշահավետ համագործակցության տեսքով լինել եւ դա ստացվում է։ Ես չեմ կասկածում, որ երբ որ ամերիկացիները իրենց հարաբերությունները կարգավորեն, դե ուզեն չուզեն մի օր պիտի կարգավորեն, այսպես չի կարող շարունակվել, այն հյուսիս-հարավ ճանապարհը, որը հայտնի է մեր պարագայում, որը Վրաստանով դուրս կգա Սերծով, Եվրոպա եւ այլն, նաեւ Ռուսաստան, այդ ճանապարհը ձգվում է Բանդար Աբասից Չաբահարի նավօվկիանոսային նավանկից։ Եվ այդ իմաստով Հայաստանը մի քանի 5-6 տարի հետո իմ հաշվով օվկիանոսային ուրեմն չագերտավոր պետության կարգավիճակ կստանա, որտեղ նավահանգստից լայնորեն կօգտվի։ Տանխուսափելի բան է, մանավանդ ասեցի, որտեղ միջագետքում ինքը այլևս ակտիվություն չի կարող ունենալ, չեն թողելու։ Այդ ես անցած տարի հուլիսին եղել եմ Թեհրանում, բազմաթիվ պաշտոնյաների հետ այն մասին խոսել եմ, իհարկե իրենք դա դժվարությամբ են սկզբից ընդունում, բայց երբ փաստերը երբ որ շարադրում եք, դե մտածող մարդիկ են ինչի պատահել են։ Դե իրանց քաղաքականությունը հետաքրքիր է։ Իրենք հետաքրքիր են եւ շատ ինձ դուր է գալիս, ես Իրանի ժողովրդի շատ եմ հարգում։ Իրենց մտածողությունը տարբերվում է, չէ՞, սկզբունքային ռուսներից։ Ռուսների մտածողությունից տարբերվում է իրենց քաղաքականությունը։ Նախ քաղաքակրթորեն մշակութային մենք շատ հարազատ ենք իրար հետ եւ Իրանի կրթված հատկապես քաղաքացիների են կրթված մասը անգիր գիտի, ինչպես մենք անգիր գիտենք այդ բոլորը ինչ որ չափով։ Երկրորդն է դա օբյեկտիվ իրողություն ինքը չի կարող Բաղդադում մնալ։ Հետևաբար պետք է ակտիվանա հայկական այս բանով հարավ-հյուսիսով, որ Չաբահար եւ այլն ես ասում եմ եւ դուրս կա Եվրոպա, այդտեղ մեծ ռեսուրսներ կան եւ կարծում եմ որ զարգացնում նաեւ մեծ հնարավորություն։ Ես մասնավորապես ասեմ որ Տեհրանի իշխանությունների համաձայնությամբ որ այնտեղ իրենց հետ գործողում անվանեմ այդպես Չաբարի նավանկից եմ գնացել Բելուջիստան, նավանկից ուղիղ օվկիանոս մի ընկերների հետ, իրենց հետ, որոնց հետ զրուցել ենք, հասկացել ենք, կյանքը փոփոխական է, էլի ոչ մի բան չկա։ Դոգմա չի, ոչ փոփոխականը ազգային շահերն են եւ այդ կայունությունը եւ Հայաստանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ բանը մնում է, էլի շահերի համատեղում։ Ձեզ նոր չակերտավոր նոր մի բան ասեմ, շատերին է հետաքրքրում, թե վերջին հաշվով ամերիկացիներն ինչու է թրիփի ծրագրով ուզում անպայման Հայաստանի տեխնոլոգիական թռիչքն ապահովում, ընդ որում սուվերենությունն ապահովելով, դա Ռուսաստան չի, անկախ օգնելով զարգանալու եւ ինքնաիշխանությունը բարձրացնելու, դա կնհատ է, էլի ճիշտ ամերիկացիք չեն խոսում, բայց թուրքական աշխարհի չմիացում ապահովելու համար։ Բարձ է Հայաստան եւ Ամերիկան բավարար են համագործակցության իմաստով, որ այն պանթյուրքիզմի վտանգը, որից ոռնում են ռուսներն էլ հրահրում են, ուրիշ տեսանկյունով չլինի, դա չի լինելու։ Մեզ լավ ժամանակներ սպասում։ Ադրբեջանի դիրքորոշումը, պարոն Շիրինյան, հետաքրքիր հայտարարություններ արել Ադրբեջանը ձգում է, ասենց է, Ադրբեջանը երկտինի է, պիտի նկատի ունենալ, որ դրանք աշխատելու են Հայաստանից եւ հաջորդից փոկել այն ինչ հնարավոր է։ Բայց դե հասել է մի կետ, որտեղ այլևս չեն կարող փոկել
Ես ենթադրում իրենք առանձնապես շատ շահագրգռված չեն ամերիկյան ծրագրերն իրականացնելու համար, իրենց տերը այն ինչ որ իբր ձեռքերին բերել եւ այլն, դրանք ինչ որտեղ գոլորշիանում են, բայց դա իրենց չի կախված, այդ դեպքում բախվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ասեմ նաեւ բախվում են նաեւ վերականգնվող Հայաստանի հետ, որ իրենց համար այլևս ծերնդու չի։ Պարոն Շինյան, եւ Բայց վերջի որ չեն ուզում ակտիվ չեն, այդ ուղղությամբ բլեֆի մեջ են, որտեղ անընդհատ պատրվակներ սահմանադրություն ունել բան, ինչ հիմա եթե դուք սահմանադրություն ենթադրենք իրենց ուզածով, ենթադրենք արեցեք, ուրիշ բան պետք է մեջտեղ վերեն, որտեղ չեն ուզում։ Ուզում են դանդաղ Հայաստան, վերահսկելի Հայաստան են ուզում, իսկ դա չի լինելու, դա իրենց խելքի ուժի բանը չի։ Բայց խաղաղություն լինելու է ամեն դեպքում։ Խաղաղություն օրենս չի մենակ, իհարկե լինելու է։ Պարզապես մենք պիտի ինչ ասեմ, խելքով դե աշխատենք, էլպես կամ խելքով դե աշխատենք, որպեսզի բաները չլինեն, բայց ես էլ ասեմ, ես ընդհանրապես դեմ եմ այդ խաղաղության թեզի ֆետիշացմանը, խաղաղության հարցը չի, խաղաղություն չէ, Հայաստան պիտի վերագտնի իր հզորությունը, սա է կարևոր եւ անվտանգություն։ Դե չխաղաղությունը մենակ այրից չի կախված, կամ Հայաստանից շատ քիչ է կախված, շատ քիչ է կախված նաև Վրաստանից խաղաղությունը։ Ակնհայտ է, չէ՞։ Հետևաբար պիտի պատրաստ լինեն բոլոր գործը։ Հին հռոմեական սկզբունք ոչ մեկը չի փոխել, ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմել։ Իսկ Հայաստանի բարակամ նշանակում է վերականգնել հզորությունը եւ դաշնակիցներ ձեռք բերել։ Ինչը երկուսն էլ կարծում եմ այս կամ այն կերպ լինում է։ Այստեղ թշնամին մնում է հակառակորդ Ռուսաստանը, որ իր այս ստրուկ կագեբեշնիկներով գիշեր-ցերեկ Հայաստանում անկայուն վիճակի առաջացնում։ Բայց դրանց ուժը թուլացավ, չէ՞, Հայաստանում կամաց թուլանում է գնալ։ Գնալով թուլանում է դրանց ազդեցությունը։ Դե ուժեղացան, հակառակ այս ընտրությունները ուժեղացան, որովհետև այդ Սամվել կոչվածը Ռուսաստանի պետդուման ուղղակի մասնաճյուղ ունեցավ Հայաստանի ազգային ժողովում։ Այդ ձերբակալությունները, քրեական գործերը, որ կաշառակերությամբ են զբաղվել, դրա համար են աննախադեպ է։ Ես ենթադրում եմ իշխանությունները հասկանալով աննախադեպ միջոցառումներ են իրականացնում չեզոքացնելու համար ռուսական վտանգը։ Դա ուղիղ ռուսական սեգմենտ է։ Չկա այդ անհեթեթ խոսակցություն է, ռուսամետ ուժևան։ Ռուսական։ Մենք էլ դա ուղիղ ռուսական ուժ է։ Հստակ պիտի ասվի։ Ռուսական այդ մեծ ուժը, մեծ բառը պետք է մոռանալ, որտեղ մետը հիմա դուք էլ կարող եք ասենք մարդ ենք, մեկը Ճապոնիա սիրի, մեկը Պակիստան սիրի, եւ այլն մետ լինի, էլի, բայց դրա մեջ անցանք չկա։ Դա օտար ուժ է, ռուսական ուժ է, ոչ թե մետ է։ Պարզ է, պարոն Շիրյան, իսկ ինչպիսին է իրավիճակը, եթե վերջի հարցը տամ, ձեզ ինչպիսին է իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմում եւ ընդհանուր առմամբ մերձավոր արևելքում։ Հասկանում եմ, որ տարբեր են հարցերը, տարբեր process-ներ են, բայց քանի որ ժամանակի սղություն կա, այդ հարցին լավ կլինի ընդհանուր անդրադառնանք։ Տեսեք, ինչ կա, այստեղ յուրահատուկ է բանը, այսինքն ուկրաինացիները, ինչպես որ ես իմ երիտասարդ տարիներից գիտեի, իմ ընկալումը, որ ուկրաինացիները լավ զինվորական են լինում, ապացուցեցին դա։ Ապացուցում են եւ ըստ էության համաշխարհային այսօր ստրատեգիական մտքի մեջ եւ ռազմական գործողությունների արվեստի մեջ նոր էջ են գրում, որ Ռուսաստանը վիճակի չի։ Չի կարող այդ Ռուսաստանը երբ արևմտյան որևէ երկրի օժանդակություն չի ունեցել, նա իրենից ոչինչ չի ներկայացրել։ Վերածվել է լեշի, ընկած ուրիշի, ինչպես որ հիմա է։ Իհարկե պոտենցիալը մեծ է։ Հիմա ուրեմն այդ իմաստով Ուկրաինան ինչ տարբերակ ունի չհաղթելու։ Ես Լեհաստանը չունի որևէ տարբերակ չօգնելու Ուկրաինային։ Գերմանիան չունի որևէ տարբերակ չօգնելու Ուկրաինային։ Եթե չէ կստանան ռուսական նացիզմ, այդ միանշանակ, այսինքն դա նորություն չունի մեջ, էլի։ Իսկ ուկրաինացի ժողովուրդը, որ պետականաշինության եւ բանակաշինության ոլորտում հասել է աննախադեպ արդյունքների, իհարկե ծանր կորուստներով, դա ցավալի է, թե ինչ է, դա այդպես է, ուրիշ բան չկա։ Ուրեմն դա փաստ է, բայց այստեղ մի բան եմ, ես շուտ եմ ասել, առաջ օրից էլ հիմա կրկնում եմ, որ
ամերիկացիները իրենց հերթին Ռուսաստանի հանդեպ անագոնդայի ստրատեգիական սկզբունք են կիրառում, առնականել մինչև վերջ, մինչև փալասի վերածը։ Այդպես էլ լինում է։ Բայց ուկրաինացիները մահվան ու կյանքի պատերազմ են մղում, ուրիշ տարբերակ չունեն։ Այդ Ղարաբաղյան կլանը չի էլի։ Հայրենիքն ու երկիրը հանձնի, իշխանությունը տապալի, Պուտինի տակը տեղավորված լինելու համար։ Դա Անակոնդայի տարբերակը Իրանի մասով ավելի տեսանելի է, չէ՞։ Իրանի մասն են կգան կոնսենսուսի կգան ամերիկացիների հետ։ Շրջափակման մեջ արդեն վերցրել է Իրանը Անակոնդայի տարբերակով։ Ով է վերցրել։ Միացյալ Նահանգները շրջափակման մեջ է վերցրել Իրանը։ Վերցրել է, ասեմ ձեզ, մենք չպետք է մոռանանք, որ Թրամփը ինքը միլիարդատեր գործարար է եւ նրա աչքին եւ ճաշակին, այսպես ասած, համապատասխան այնինչը որ ուրիշների համար հասանելի, հասկանալի է դառնում 5 տարի հետո, շատ ավելի շուտ է լինում եւ շատ լավ նկատել են Անագոնդայով։ Այդ Հորմուզի այդ որ նեղուսն ասում են, դա շատ յուրահատուկ հարց է, ինչն է խնդիրը։ Նայեցեք, հիշեք, նա եկավ իշխանության եւ Պանամայում կարգավորեց, չէ՞ Պանամայի ջրանցքի հարցը։ Ճիշտ է։ Այո։ Հա, բանում Մալակայի ջրանցքը բանում եւ նեղուսներն են հարց կարգավորված է, Սինգապուր եւ այլն։ Մնացել է Հորմուզի, այսինքն ըստ էության կարող եմ ես վստահաբար ասեմ, 3 բաներ ջրուղիներ, հիմա ջրանց կասենք, թե ինչ կասենք, մեկը Պանաման, մյուսը Հորմուզը, մյուսը Մալական, Չինաստանից, Ճապոնիայից նայեցեք մինչև Արևմտյան Հնդկական օվկիանոս։ Ամերիկացիները ջրուղիները վերցրել են բոլորը իրենց վերահսկողության տակ, եւ դա մեզ համար շատ ծերնդու է հայերս համար։ Բայց իհարկե մեզ չի կախված, մենք այդտեղ դեր չունենք, բայց մեր դերը բանը մեզ համար, ես Իրանի կարծում եմ, որ Իրանում շատ արագ կհաշվեն այդ, այսինքն դրանք խելացի մարդիկ են, այսպես ասեմ, կտեսնեն, որ Բանդար Աբասի կողքին կամ նրա փոխարեն կամ նրան զուգահեռ Չաբահարի նավանկիստը պետք է շատ արագ վերակառուցվի եւ օվկիանոսային նավանկիստ աշխատեցվի։ Դա էլ բոլորովին ուրիշ բան է, Հայաստանի գեոստրատեգիայի մեջ բերում է հսկայական նորույթ, հզորություն, ուժ եւ զարգացում։ Ինչպես նաեւ Իրանի հետ, Իրանի։ Դա մի քանի տարվա ծրագիր է, չէ՞։ Մի քանի տարվա մեջ պետք է։ Դա հեռանկարային, այսպես ասենք։ Հեռանկարային բան է, տարի ասելը դժվար է, որտեղ պլանավորած բան չի, բայց ես ձեզ ասեմ, որ բելգիացի մի ստրատեգ կա, Ռոբեր Ստոյկերս, ազգանունացնում է, ովքեր որ ինձ թվում իմացողներ կան, որը գրում է, որ Եվրոմիության համար ամենաձեռնտուն Եվրամիության, որպես մեկ միավորի ամենաձեռնտուն ուրեմն Հնդկական օվկիանոս դուրս գալն է հենց այդ հարավ-հյուսիսով։ Իհարկե հարավ-հյուսիս Հայաստանի իմաստով չի հասկանում, բայց Քաջարանի Լեռնանսկի երբ որ պատրաստ կլինի, հենց այդ էլ նկատի, ես եմ ասում, հենց այս հայկական հարավ-հյուսիսով Վրաստանով մինչև Չաբահարի նավանկիստ, այս Եվրոմիության ձգտումը դեպի հարավ-արևելյան Ասիա։ Մենք կունենանք թե Թրիփը եւ թե հյուսիս-հարավը։ Թրիփը խաչմերուկ իսկական, հայկական խաչմերուկ լիարժեք կաշխատի եւ այդ ոչ մի ալի այր չի կարող թփել այդ ֆաշիզմը բանը։ Եվ այդտեղ էլ ասեմ, որ կգա ժամանակ, հիմա իհարկե մեր հալը այդ վիճակում չի, այն ժամանակ էլ Արցախի հայության շատ խնդիրներ կվերադառնան, որպես հարցեր եւ գործնական։ Բայց հիմա մեզ ինչ է պետք, մեզ հասկանալ է պետք է պետության հզորացում է պետք, ռուսական վտանգի չեզոքացում է պետք, սրանք են հեռատապ հարցերը։ Այո, շատ շնորհակալ ենք, պարոն Շիրինյան, այսօրվա զրույցի համար։ Խնդրեմ, հաջողություն ձեզ։ Խնդրեմ։